24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է փիլիսոփա կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին շրջանում թիվ 1 օրակարգային հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է եկեղեցին եւ նա ամենօրյա ռեժիմով հայտարարություններ կոչեր է անում։ Ընդամենը ժամեր առաջ նա հայտարարություն է արել կրկին իր Facebook-յան էջում եւ նշել, որ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Ինչ նպատակ ունի Փաշինյանը եւ արդյոք կհաջողվի։ Անհրաժեշտությունը բավական բարդ է ասել, ամենայն դեպս կան բազմաթիվ վերսիաներ, որ դա Շվեյցարիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ կաթողիկոսի ինչ-որ հայտարարությունն է վերաբերող Ղարաբաղին եւ այնտեղ տեղի ունեցած էթնիկական զտումները, այսինքն գենոցիդին, մեկ այլ վարկածով ուղղակի եկեղեցին այն յուրօրինակ դիմադրության առանցքն է, որը անհրաժեշտ է այժմ դուրս բերել շրջանակից գործունեության եւ վերջապես երրորդ վարկածը, որ դա արտերկրյա թելադրանք հնարավոր է լինի մեր իշխանությունների հանդեպ։ Մասնավորապես Ադրբեջանից, Թուրքիայից։ Գիտեք, ես չեմ հավատում այդ մանկական բաներին, այսպես ասած, թիրախներին, էլի Ադրբեջանը այդպիսի կշիռ չունի, Թուրքիան էլ այդպիսի կշիռ չունի։ Դա կարող է անել կոնսոլիդացված արևմուտքի այս կամ այն թևը, այսպես կոչված գլոբալ էլիտաներն են ի վիճակի այդպիսի բան թելադրել, իսկ ինչ վերաբերում է ասենք Ադրբեջանին եւ Թուրքիային, Ադրբեջանը եւ Թուրքիան այդտեղ լավագույն դեպքում կարող են խաղալ քաության նոխազի դերը, էլի, որ իրենց վրա վերցնեն, որ իբր թե իրենք են ասում, այդպիսի բան գոյություն չունի, որովհետեւ այդ դեպքում պետք է խոսենք համադրելի է հայ ժողովուրդը այդ երկու պետությունների հետ, թե ոչ, իհարկե հայկական սփյուռքը գումարած Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ համադրելի են այդ երկու պետությունների հետ, իրենց աշխարհաքաղաքական կշռով։ Եվ այս տեսակետից իհարկե պետք է հիշենք նաև այն հանգամանքը, որ ժամանակին Կոզրևին այն ժամանակ Ամերիկայի 90-ական թվականների եթե չեմ սխալվում 93 թվականներ կամ 94, երբ որ Կոզրևը նրան հարցնում է թե իսկ քանի որ մենք չունենք այլևս արտաքին քաղաքական շահեր, Ռուսաստանի ամենախեղճացած ժամանակն էր դա, ով պետք է հարավային Կովկասը կարգավորի, ում էգիդայի տակ պետք է այն ձեր ցանկությամբ վերակառուցվի եւ ստացել էր պատասխան իհարկե Թուրքիայի։ Իհարկե Թուրքիայի, այսինքն այդտեղ կասկածել չկար ուղղակի, կասկած չկար, որովհետեւ Թուրքիան փաստացի երևում էր որպես մեծ թուրան ծրագրի գլուխը, այսինքն այն երկիրը, որը միջին ասիական ուղղության վրա պետք է իր հնարավոր կապերը օգտագործելով ստեղծեր ցանկալի իրավիճակ կոնսոլիդացված արևմուտքի համար։ Սրանից ելնելով կարելի է ասել, որ այո, ամենայն հավանականությամբ դա միայն ու միայն կոնսոլիդացված արևմուտքի որևէ թևի ազդեցություն է։ Այսինքն այս ամենը արվում է հանուն Թուրքիայի։ Հանուն Թուրքիայի չէ, հանուն այդ մեծ ծրագրի, որը ըստ էության տեկտոնիկ փոփոխություններ է առաջացնում։ Եկեղեցին խանգարում է այդ ամենին։ Եկեղեցին իհարկե խանգարում է այդ ամեն ինչին, որովհետև այն միջանցքը, որը նրանց անհրաժեշտ է, իմիջիայլոց ասեմ, որ միջանցքն էլ, երբ որ մենք ասում ենք Զանգեզուրի միջանցք, այդ Զանգեզուրի միջանցքը, եթե վերցնենք մեծ հաշվով, նրանց պետք չէ։ Նրանց պետք չէ, որովհետև Արազի ճանապարհը արդեն սարքած է, գործում է ոչ 1 տարի է արդեն, ուղղակի անցնում է Պարսկաստանով, բաց է այդ ճանապարհը, ճիշտ այնպես, ինչպես այստեղով են անցնում, այնտեղ ավելի լավ է սարքած իհարկե ճանապարհը, կամ նոր կամուրջներ, անցումներ, այսպես կոչված լավ ասֆալտապատ ճանապարհ, այս ամենը կա, բայց այնուամենայնիվ, քանի որ նրա վրա Պարսկաստանի վերահսկողությունը գոյություն ունի, որտեղ իր տարածքն են մտնում եւ իր տարածքից պետք է դուրս գան, ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ չէ, դա մեզ չի բավարարում, մենք պետք է այդ այսպես կոչված Զանգեզուրի, եւ վերահսկողություն չլինի։ Ծիծաղելի էր մի քիչ էլ, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկում էր Էրդողանը, դա տպվեց եւ թերթերում եւ մամուլից բացի եղավ նաեւ հաղորդագրություններ, հաղորդումներ, շոշափվեց հարցը հնարավոր բոլոր հարթակներում, որ առաջարկը եղել է Զանգեզուրին հատկացնել
ավտոնոմ հատուկ կարգավիճակ։ Ինչը բան է, էլի, ինչպես ասում են, համար 6 պալատում խոսակցություն է, էլի, գժանոցի, որովհետև մոնոնացիոնալ Հայաստանում ինչ ավտոնոմիա, էլի, ինչի հիման վրա։ Դե նրանք ծրագրեր ունեն, որ ադրբեջանցիները գան, այդտեղ ապրեն։ Չէ, ձեր ցածամ, դու ուզում ես ավտոնոմիա։ Ինչի հիման վրա պետք է այդ ավտոնոմիան տան։ Եթե հիմա այնտեղ ադրբեջանցի չկա, ասում են որ պետքա գա, ով ասի որ պետքա գա։ Դե իրենք են ասում։ Չէ, իրանք կարող է ասեն։ Կոնֆերանսներ են անում միջազգային։ Կոնֆերանսներ են անում, հազար մի բան անում, ինչի համար։ Որովհետև այն համահավաք ուժը, որը հավաքեցին եւ Հայաստանը հայտնվեց 44 օրյա այդ վայրի վերում պատերազմի մեջ, այդ բաղադրիչները այլևս չկան։ Այսինքն համանման գործողություն իրականացնել այլևս հնարավոր չի։ Դեռ ավելին շատ պետություններ հասկացան իրենց իրական շահերը։ Օրինակի համար ասենք Իրանը հասկացավ իր իրական շահերը, որ որևէ տատանում նրա հյուսիսային սահմանում չի կարող լինել, որովհետև նրա հյուսիսային սահմանում գտնվում է 4 բազաներ Ադրբեջանի հարավում, որտեղից այսօր էլ շարունակում են բաց թողնել ԱԹՍ-ներ, որոշ դեպքերում հետախուզական, որոշ դեպքերում էլ հարվածային, եւ Իրանը խոցելի է այդ հատվածում, որովհետեւ նրա միջուկային արտադրությունը, այսպես կոչված, ինչպես էլեկտրակայանները միջուկային, նույնպես եւ հարստացման, ասենք, հնարավորությունները ուրանի եւ այլն գտնվում են հյուսիսում։ Եվ դրանից ելնելով Իրանը հասկանում է, որ դա իր կենսական շահերի խնդիրն է եւ իր համար օրհասական վիճակ կարող է ստեղծվել, երբ որ այդ հյուսիսից կփակվի ճանապարհը։ Հյուսիսի ճանապարհը նա թույլ չի տալիս որ փակվի եւ վերջին հայտարարությունը Ղափանում նստած դեսպանի, ավելի ճիշտ հյուպատի, որ մենք դիտելու ենք կամայական ոտնձգություն Հայաստանի սուբյեկտային տարածքի դեմ, որպես ոտնձգություն Իրանի դեմ, այսինքն անհապաղ ռազմական գործողություններ։ Հիմա եկեղեցին ինչով է խանգարում այս բոլոր գործընթացներին եւ ինչու է Փաշինյանը այս պայքարը սկսել եկեղեցու դեմ եւ արդյոք կհաջողի։ Գիտեք, երևի ամենաճիշտը կլինի որ Փաշինյանին հարցնենք հենց իրեն, թե իսկ ինչի է սկսել։ Դե ինքը պատճառներ է, 1001 եթերներում եւ ոչ միայն ես, այլև շատերը բացատրեցին, բերեցին օրինակներ, հորդորեցին, որպեսզի այդպիսի քայլեր չարվեն, որովհետև մենք գտնվում ենք բավականին լուրջ վիճակում, որովհետև մեր շուրջը ամեն վայրկյան կարող է բռնկվել պատերազմ, կրակ բոլոր կողմերից, եւ այս իրավիճակում մենք այնուամենայնիվ իրավունքը չունենք ներքին փեղեքում մտցնել հասարակության մեջ։ Դուք կարծում եք ներքին բաժանում կառաջանա այս հայտարարությունից, որը որ Փաշինյանն է արել, ասում է հանձնախումբ ձևավորենք վեհապարին հեռացնելու։ Դեռ ավելին, ես վստահ եմ, որ դա ներկայիս իշխանությունների կշռային կատեգորիային չհամապատասխանող գործ է։ Այսինքն համարում է այդ իշխանության իջածը այնքան, որ որևէ կերպ հասարակական ալիք անել, որևէ կերպ, ես հասկանում եմ նրան, ասենք, խորհուրդ են տվել, որ հա մի հատ հանձնաժողով ստեղծենք, այդ հանձնաժողովը ինչ ներառենք նրանց, ովքեր որ կարգալույծ արված հոգևորականներ են եւ այլն, այդ բոլորը ես շատ լավ հասկանում եմ։ Ովքեր նեղացած են եկեղեցուց։ Հա, ովքեր նեղացած են, գան, մի հատ իրանք էլ ընդեղից դուրս քաշեն նրանց, ովքեր որ նեղացած են, բայց դուրս չեն եկել, ձայն չեն հանել առանձնակի, դեռ այնտեղ են գտնվում, դա, այսպես ասենք, էլի ամենաանհավանական գործերից մեկն է, որովհետև չմոռանանք, որ եկեղեցու ներկայիս վիճակը Գարեգին վեհապար, Գարեգին երկրորդ կաթողիկոսի տևական, կազմակերպական աշխատանքի հետևանքն է, ինչը մյուս կաթողիկոսներին չի հաջողվել, որոնց թվում նաև Վազգեն առաջինին։ Դա բացառիկ կաթողիկոս էր, երբ որ նա ելույթեր ունենում, երբ որ նա ներկայացնում էր Հայաստանը արտասահմանում որևէ տեղ, դա նրան հավասարը ես չեմ էլ պատկերացնում, ճիշտը խոսենք։ Բայց այս կաթողիկոս արդյոք չունի այդ հանրային աջակցությունը։ Այս կաթողիկոսը եւս ունի հանրային աջակցություն, որովհետեւ մեծ աջակցություն։ Չէ, դե այստեղ էսպես է, էլի, բացի այն, որ նա ունի աջակցություն։ Հիմա ժողովուրդը ում կողմից է լինելու, էլի, ներկայիս իշխանությունների,
ներկայիս իշխանությունները չմոռանան, էլի, որ իրենք նեգատիվ ընտրության հետևանք են։ Այսինքն նրանք, ովքեր դրել են իրենց դեմ, նրանք ժողովրդի համար ավելի ատելի են եղել, քան իրենք։ Բայց հիմա եթե իրենք էլ են ատելության բաժին եղել եւ հիմա էլ անverջ խորացել են այդ այսպես կոչված հասարակական համարումի կորստյան գծի վրա։ Ով ասել, որ նրանց հնարավորությունները ալիք անելու, չգիտեմ, կաթողիկոսի դեմ շարժելու մասսաներ, կոմիտե այդպես կազմելու, այդ կոմիտեները ոչ մի բան չեն բերել, էլի, այդ հանձնաժողովները ասածը։ Եթե ուզում ես ինչ-որ գործ հավերժաբար ձգել, դու մի հատ հանձնաժողով ես ստեղծում եւ այդ գործը բաց ես թողում։ Նա հավերժաբար շարունակվում է այդ հանձնաժողովը։ Բայց տպավորություն որ ինքը շատ արագ է ուզում գործընթացներն անի, որովհետեւ ամենօրյա ռեժիմով խոսում է, կոչ է անում ժողովրդին համախմբվել վեհարանի շուրջ եւ պահանջել սիրողաբար, պահանջել, որպեսզի վեհապարը հեռանա։ Նախ այդ բանը այդ խոսքերը բերեք թողնենք մի կողմ, սիրողաբար պահանջել եւ այլն եւ այլն եւ այլն։ Հասկանալի է։ Հիշենք էլի, որ ովից է, որ ոչ մեղից է։ Քրիստոնեությունը դա այն կրոնն է, որը ազարտի կրոն է։ Ես ասում եմ բողոքական աստվածաբաններից մեկի, որին շատ հարգում եմ խոսքերը, որին հաջողվել է կասեցնել իսլամի երթը, հաղթական երթը դեպի հարավ Աֆրիկայում։ Եվ ովից է, որ ոչ մեղից է, այսինքն քրիստոնեությունը դա եզակի կրոն է, որում լինելով անգամ մեղսավոր մարդը ի խորոց սրտի ապաշխարելով իր մեղքերը, ճանաչելով, հասկանալով, վերադարձով դեպի Հիսուսը կարող է փրկվել ամենավերջին օրով իր կյանքի։ Այսինքն իսլամը այդպեսին չէ, այնտեղ ամբողջ կյանքումդ պետք է հետևես ինչ-որ օրենքների, այդ օրենքները չպետք է խախտես, որովհետեւ վերջում հնարավոր է ու մահվանից հետո դրախտ չկա, բայց երբ որ Հիսուսը վերադարձավ երկրորդ անգամ ըստ իսլամի, որովհետեւ ժամանակներն ավարտվեն, տեղի կունենա ահեղ դատաստանը եւ այդ ժամանակ այ դուք կստանաք ձեր վարձքը, այսինքն որ ամբողջ կյանքը օրենքով եք ապրել։ Քրիստոնեությունը այդպեսին չի։ Այստեղ համարվում է, որ մեկ կորուսյալ մեղսավորի դարձի գալը երկնքում 100 անգամ ավելի փառք է ստեղծում երկնքին, քան տասնյակ ճգնակիացների։ Այսինքն եթե հոգեվորականներն էլ մեղք են գործել, իրենք կարող են ապաշխարել եւ այս ամենի մեջ չպետք է խառնվի Փաշինյանը։ Դուք ասում եք եւ առհասարակ որևէ կառավարության ղեկավար։ Այսպեսին է այն հավատը, որին մենք ենք դավանում եւ որևէ կերպ պետք չի դա այլ կերպ դիտարկել, այո, նա ներման կրոն է եւ այս տեսակետից ասենք այն էլ ասենք, որ կուսակրոնությունը դա այն խնդիրը չի, որը հիմա կարելի է դրոշակ դարձնել եւ ինչ-որ գնալ գրոհի։ Վերջապես չմոռանաք, որ Գրիգոր Լուսավորիչը կուսակրոն չի եղել։ Բայց այդ ժամանակ կանոնակարգը չի եղել։ Երկու տղաները կուսակրոն չեն եղել, կաթողիկոսներ են եղել։ Հիմա ինչ ենք, հա, կուսակրոնություն գիտենք երբ է ստեղծվել, գիտենք ինչն է հիմնական պատճառը եղել է տնտեսականը, որովհետեւ տնտեսական ամբողջականություն եկեղեցու չտրովի։ Հիմա որպեսզի ворթիներ չունենան եւ նաեւ փոխանցվի հարստությունը եթե հայաստանի իշխանությունները գործում են այն վակուումի մեջ, որտեղ ոչ մեկը ոչ մի բան չգիտի եւ իրենք, ասենք, այսպեսի մարտավարություն են ворթեգրում եւ առաջ են շարժվում, դե այդպեսի չէ իրավիճակը Հայաստանում։ Հայաստանը այդ ամենավերջին, այսպես ասած, անգրագիտության հատվածը չի մնացել աշխարհի երեսին։ Բոլորս էլ գիտենք էլի, որ կան պրոֆեսիոնալներ, գոյություն ունեն մարդիկ, ովքեր խորը գիտեն կամայական նյութ եւ այդ նյութի վրա, ասենք, այդպիսի աճպարարություն անել չարժի եւ խորհուրդ չեմ տալիս ոչ մեկին, էլի։ Բայց Փաշինյանն ասում է, որ Գարեգին երկրորդը ըստ իրեն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այսինքն ինքը ուխտը խախտել է եւ հենց այն կանոնակարգը, որի առաջ Լսեք, նախ դա պետք է ապացուցվի։ Երկրորդ ինչպես ենք ապացուցելու։ Մի հատ էլ պատկերացնենք, որովհետև կամայական թիրախ մինչև նա տանող գործընթացների հետևանք է, որ կարող ենք խոցել այդ թիրախը, թե չէ, դե ապացույցներով կխոսեմ, որ պետք լինի։ Ոնց կլինի։ Այսինքն ինչ ապացույցներ։ Ապացույցներ, որոնք դատախազությամբ են ձեռք բերված, հա, այդ ապացույցներն են աշխատելու։ Իսկ ով է դատախազությանը դիմել, որ այդպիսի ապացույցներ հայթայթեն։ Իսկ ով ասել, որ որևէ մեկի կյանքի
անձնական կյանքի գաղտնի լինելը կարող է ոտնահարվել որևէ երկրի իշխանության կողմից։ Անձնական կյանքը դա մնում է մարդու անձնական կյանքը։ Դա մարդու իրավունքների կարևորագույն առանցքային պոստուլատներից մեկն է։ Այսինքն դուրս եկած, որ Փաշինյանը ըստ նպատակարարության բոլորի մասին կարող է անձնական տվյալներ ձեռք բերել։ Ոնց կլինի հիմա այդ դեպքում կոմպրոմատներ այդ դեպքում ուրեմն բերեք մի հատ էլ նայենք թե որքանով է դա հնարավոր եւ որքանով է դա օրինաչափ, որ երկրի ղեկավարությունը, ասենք, ձեռք բերի կոմպրոմատներ։ Ես չեմ կարողանում այդ ամեն ինչը պատկերացնել, որ տեղավորվելու է մի ինչ-որ ընթացքային գծի մեջ։ Ըստ էության պաստորեն ձեռք են բերվել որոշակի տեղեկություններ եւ նա այդ մասին ասում է իր Facebook-յան էջում։ Եվ մեղադրանքներ վստահ ենք, որ հաստատ ասում է ու հաստատ ձեռք է բերել, որ ասում է։ Մենք վստահ ենք դրանում։ Թող բերի մեջտեղ։ Ամեն դեպքում այս հարցը, որ այսքան դրոշակ են սարքել, ինչպես որ դուք եք ասում, եւ Փաշինյանի հայտարարությունին հաջորդում է նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հաստատումները, որ այո, եթե ուխտը խախտել են, նրանք չպետք է լինեն եկեղեցում։ Այս հարցերը արդեն եկեղեցին ինքը չի կարող փոխել իր կանոնակարգը, հաշվի առնելով շատ հանգամանքներուն, պետությունը եկեղեցուց անջատված է, եկեղեցին էլ պետությունից է անջատված ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության։ 17-րդ Այդքանով ավարտված է ամեն ինչ։ Ինչպես նաև իրանք օգտագործեցին խիստ բացասական, որպես երևույթ, որ եկեղեցին դպրոցից էր անջատված։ Եվ վերցրեցին եւ կրոնագիտություն եւ կրոնների պատմություն եւ հայոց առաքելական եկեղեցու պատմությունը վերացրեցին։ Այսինքն մեր երեխաները կողմնորոշումից զուրկ, կողմնացույցից զուրկ պետք է մտնեն այդ ջունգլիները, որտեղ հազար ու մի կրոններ կան, հազար ու մի դենոմինացիաներ կան, հազար ու մի ուղղություններ, որոնք հոգեթերապիական միջոցներ են օգտագործում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը դրեցին մի կողմ, հա, մի հատ այս կողմից, մի հատ էլ այն կողմից։ Արդեն այստեղ եթե մերն է, չէ, այստեղ արդեն չէ, մենք կարող ենք խառնվել այդ հարցը, չէ, այդպես բան չկա։ Ասում են եկեղեցին էլ է խառնվել քաղաքական հարցերին։ Երբ է խառնվել, նկատի ունեն այն հայտարարությունները, քննադատությունները, որոնք հնչել են։ Բանները էլի այդ պատանեկան խոսակցությունները ինչի համար են։ Մի հատ ասենք, լավ, այդ մարդկանց հարցնում ենք, ի՞նչն է դուրս քաղաքականությունից։ Թող մի բան ասեն էլի, ասեն էս ինչ բանը դուրս է քաղաքականությունից։ Չգիտեմ, ծառ տնկելը դուրս է քաղաքականությունից։ Կա տենց բան։ Արցախի մասին հայտարարություններ պետք է չաներ եկեղեցին։ Փաշինյանի հրաժարականը պետք է չպահանջեր։ Հիմա ես էլի եմ կրկնում, քաղաքականությունից դուրս ոչինչ չկա։ Չկա այդպիսի բան։ Ամեն ինչ գտնվում է այդ քաղաքականության մեջ, ամեն ինչ քաղաքականություն է ներկայիս փոխթափանցված աշխարհում։ Հիմա այդ մասին ում հետ խոսած կհամարի, որ դու անլուրջ ես։ Իսկ որևէ երկրում կա այդպիսի փորձ եւ վերջին տարիներին, որ իսկապես երկրի ղեկավարը միջամտի այս գործընթացներին, եկեղեցու եւ փոփոխություն անի, վեհապար փոխի, հոգեվոր առաջնորդին փոխի։ Պատմական օրինակներ այդ առումով գոյություն ունեցել են, ոչ հաջող, ես էլ ասենք, էլի։ Հա, կարող ենք ասել, որ օրինակ անգլիկան եկեղեցուն հաջողվեց երկրորդ դեմքին փոխել։ Անգլիկան եկեղեցու գլուխը դե թագավորն է կամ թագուհին, ով որ իշխում է գլխավոր իշխանավորը երկրի իսկ Քենթերբերի arczepiskopos-ին, հա, հասարակական ճնշմամբ, ինչպես նաև իշխանությունների ճնշմամբ փոխեցին։ Բայց դա եւս ծանրագույն հետևանքներ ունեցավ։ Անկամ այդ թվացյալ, որ երկրորդ դեմքին են փոխել, դա եւս ծանրագույն հետևանքներ ունեցավ։ Լսեք, հիմա եթե պարզ խոսանք, էլի, լավ, այս իշխանությունները ասենք թե հիպոթետիկ պատկերացնում ենք, որ իրենց հաջողվեց իրենց ուզածը իրականացնելով, ասել, որ հաջորդ իշխանությունը հաջորդ կաթողիկոսին չի հանելու։ Այսինքն վատ նախադեպ է ձևավորվում։ Երրորդը, չորրորդը, այսինքն մենք չգիտենք ինչի որ հիմա արդեն հասել ենք այդ կոմպյուտերային հագեցմամբ կադրերի ստեղծմանը, որը համարյա տարբերակել հնարավոր չի բնական ընթացքից, այսինքն գոյություն ունեցողից տարբերակումը շատ բարդացած է։ Մի քանի տարի հետո դա կլինի ընդհանրապես միգուցե եւ անհնարին։ Ուրեմն ով եկավ, ինչ կոմպրոմատ ասես սարքեց, ուրեմն դրանից ելնելով հասարակության մեջ պետքա մեկ էս կողմ գնա, եկեղեցի մեկ են կողմ, եկեղեցին ի վիճակի չի այդպիսի ռեժիմով ապրել։ Եկեղեցին դա պահպանողական նախորդ ժամանակներից մինչև մեզ հասած արժեքների պահապանն է եւ քարոզիչը երկրի ներսում։ Որ իրավունքով ենք նրա հետ մենք այդպես վարվում, առավել եւս երբ որ իրավունքներ չունենք։ Ինչ
հանձնաժողով ստեղծել։ Այդ հանձնաժողովների վերջն ինչ ալում։ Նույն բոլշևիկները ստեղծեցին այդ հանձնաժողովները, ինչով ավարտվեց։ Տրոյկաներով, ճիշտ է, տրոյկաներ։ Այսինքն դնում գնդակահարում էին 6700 մարդու Հայաստանում գնդակահարել են։ Եժովի ստորագրությամբ։ Հիմա հավանաբար դա չի արվի, բայց ամեն դեպքում կփորձեն Իսկ ով ասել, որ այս քայլերով չենք հասնում վերջը նորից դրան։ Ով ասել, որ այդ փոքր քայլերը, որոնք խախտում են 1001 բան, սկսած սահմանադրությունից վերջացրած մարդու անձնական կյանքի գաղտնիությամբ, այո։ Ով ասում, որ դա չի բերելու վերջում հանգեցնի այդ տրոյկաներին։ Այսինքն բերելու է նրան, որ ուժով հեռացնեն վեհապարին, վեհարանից հեռացնեն, դատական գործեր։ Դե ընդհանրապես այսպես ասենք, որ Հռոմի պապեր եղել են, որոնց սպանել են, թույնել են, հազար մի բան ա եղել են եկեղեցու գլուխներ, որոնք մեր մոտ, ասենք, Խորեն Մուրադբեկյանին խեղդել են, հենց կաթողիկոսին եսի նկատի ունեմ, բայց դա արել են ելնելով նրանից, որ նրան հանել հնարավոր չէր։ Հիմա այս մարդիկ հայտարարում են, որ ոչ, մենք պետք է հանենք, այդ հանելը, որ հնարավոր լներ, ձեզնից առաջ շատ ավելի կոշտ իշխանություններ, շատ ավելի բարձր ռենոմեով իշխանություններ են այդ բանը փորձել եւ այնուամենայնիվ չեն հաջողել։ Հիմա ինչի՞ ելնելով, որ հանկարծ մենք որոշում ենք, որ հենց մեր մոտ կարելի է համոզել ժողովրդին, որ հիմա բարձրանում ենք 10-րդ հարգի տանիքը, թևերներս թափ ենք տալու եւ թռչունների նման թռչենք գնանք։ Ըստ էության Փաշինյանը համոզված է, որ այն մարդիկ, ովքեր իրեն սատարում են, պետք է գնան հավաքվեն եւ պահանջեն կաթողիկոսի հրաժարականը։ Չէ, դե հիմա ինչ է, ինքը ուզում է, որ մյուս կողմից էլ ասեն, թե իսկ հիմա մյուս կողմից ով է հավաքվում։ Մենք ինչա չենք տեսել, որ նրանց, ասենք, ընտրությունների ժամանակ փորձերը հավաքել ինչ որ զանգված, որևէ ոգևորություն իրենց իսկ մեջ չեն առաջացրել։ Ինչ մասսա, ինչ բազմություն, ինչ ամբոխ, ինչի մասնա խոսքը։ Եթե խոսքը վերաբերում է, որ հա ինքը կդիմի բողոքական ուղղության ներկայացուցիչներին, կդիմի կարծում եք իսկապես։ Ես չգիտեմ, եթե դիմեց, այդ ժամանակ կխոսենք եւ երևի թե շեշտադրումներն են ինչ որտեղ կփոխվեն, որտեղ ինչ անշանակում դիմել մեկ այլ կրոնական ուղղությունների բազմության, ընդդեմ հայոց առաքելական եկեղեցու, փորձել աշխատացնել։ Ես հասկանում, ես շատ հարգում եմ նրանց մեջ մարդիկ կամ բողոքականների, որոնց ես շատ հարգում եմ, որպես օրինավոր քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության եւ համոզված եմ, որ այդպիսի բանի չեն գնա։ Իսկ ինչի գնան, էլի։ Եթե այստեղ նրանց հետևից ընկնող չկա, որևէ մեկը չի բացում նրանց պատոհանները, տեսնում թե ծառայությունը ինչպես են անցկացնում, ինչպիսին է նրանց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, լոյալ են, ոչ մի խնդիր չկա այդ առումով։ Իսկ հիմա ինչի, ասենք, այս համարումը իջնող իշխանության հետևից ընկնեն եւ իրենց բախտը դնեն այդպիսի հարաբերական խաղի մեջ, չափից ավելի հարաբերական։ Հնարավոր է իրենց եւս այդպես պահանջ ներկայացվել է դրսից, ինչպես ասում եք դուք։ Եթե դրսից պահանջ ներկայացվել է, վերջին նրանց ներսից էլ պահանջ կներկայացվի, թե բայց ինչի եք դուք Հայաստանի Հանրապետության ներքին անդորը տորպեդահարում։ Եվ ինչ դիպատասխան, որ մեզ դրսից ասել են։ Դուք ասում եք, որ դրսից հնարավոր է, որ այսպես ուղղորդումներ կան եւ պահանջներ ներկայացում եւ Փաշինյանն էլ դա փորձում է իրականացնել, իսկ միգուցե բացարձակել դրսից չկա, ուղղակի Նիկոլ Փաշինյանը նոր պայմանագրեր պետք է ստորագրի, նոր որոշումներ պետք է իրականացնի եւ գիտի, որ եկեղեցին երկրի հետ կապված, օրինակ խաղաղության պայմանագիր եւ տարբեր հարցեր եւ գիտի, որ այսպես դիմադրության է արժանանալու եկեղեցին իր կարծիքն է հայտնելու, հնարավոր է ընտրություններից առաջ մարդիկ համախմբվեն եկեղեցու շուրջ ինչ որ գործընթացներ ձևավորվեն եւ ինքը կանխում է այս կերպ։ Ես չեմ համարում, որ մենակ եկեղեցունն է այդ ռեսուրսը, քաղաքական դաշտը եւս ունի իր ռեսուրսը, եւ ոչ մեկին թող չթվա, որ հենց այդպես հնարավոր է հնդածս ամեն ինչ անցկացնել։ Եվ նորից եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ բոլոր հնարավոր ընտրություններում աստիճան առ աստիճան պարզորոշ դառնում է, որ իշխանությունները կորցրել են իրենց ժողովրդայնության մեծ զանգվածը։ Այսինքն այն ինչը նրանց առավելություններ ժամանակին տալիս, այլևս գոյություն չունի։ Հիմա ինչից են ելնում, որ այս պահը ոգևորիչ կլինի բոլորի համար, ես չեմ կարող ասել։
որովհետև բոլոր հաշվարկներով դա այդպես չէ։ Բայց ամեն դեպքում Փաշինյանը չի ուզում ունենալ ըստ էության հոգևորականներ, որոնք քննադատում են իրեն, որոնք համաձայն չեն իր վարած քաղաքականության հետ։ Չբայց ով ասել, որ նրանք պետք է լինեն իշխանահաճո։ Դե փաստորեն դա է փորձ արվում։ Չէ, դե եթե դա է փորձը, այդ փորձը ոչ միտեղ չտանող փորձ է եւ որևէ կերպ այդ փորձը չի կարելի համարել այո համապատասխանող իշխանությանը վերագրվող հնարավորությունների եւ քայլերի մասը։ Այո, բայց երբ որ իրենք քննադատում են եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, ասում են քաղաքականությանը թող չխառնվեն, նրանք նկատի ունեն այն քննադատություններն են հայտարարությունները, որ նրանք արել են, այսինքն եթե հոգևորականը որևէ հարցի հետ համաձայն չէ եւ արտահայտվում է, իրենք մեղադրում են, որ քաղաքականությամբ է ուզում զբաղվել։ Ոչ մի երկրում եկեղեցին քաղաքականությունից դուրս չէ։ Հիմա Իտալիայում Հռոմի Պապը քաղաքականությունից դուրս, որևէ կաթոլիկ երկրում Հռոմի Պապը քաղաքականությունից դուրս է։ Երիցս ոչ։ Հռոմի Պապը ունի հսկայական հետազոտական ցանցակոչում, լրտեսական ցանց է, հսկայական։ Ոչ մի պետություն նրա հետ չի կարող մրցել այդ հարցում։ Բայց ո՞նց է, եկեղեցի չի ինչի։ Այսինքն եկեղեցին երբևէ բոլոր ժամանակներում քաղաքականությունից դուրս չի եղել։ Բայց հիմա ուզում է փաստորեն համաձայն լինեն իր հետ։ Չի ուզում իրեն ոչ համաձայն։ Լավ անում ուզում է, թող ուզի, ինչ ա եղել։ Կարծում եք ձախողելու է, չի ստացվելու։ Ոչ միայն չի ստացվելու, դա հակառակ էֆեկտը կարող է տա։ Այսինքն վաղ թե ուշ դու կձանձրացնես հասարակայնությանը։ Դա կոչվում է հասարակայնության մեջ արգելակում։ Բոլոր հնարավոր բացասական երևույթների իշխանության համար ոչ թե սովի հետևանք են, ոչ թե վայրի վերումների, այլ արգելակման։ Երբ որ հասարակությունը սկսում է հասկանալ, որ չէ, ինքը ձանձրացավ, ինքը լճացավ, ինքը չի պատկերացնում շարունակել այլևս այս տարբերակով, իսկ ներկայիս քայլերը բերելու են դրան։ Այսինքն այսքան անվտանգային խնդիրների հետ մեկտեղ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով այս հարցն է բարձրացնում եւ դարձնում ամենակարևոր հարցը, մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում դրա վրա, ասում պետք է հավաքվենք, գնանք, սա անենք, նա անենք։ Այսինքն շատ շատ դա կարող է թողնել տպավորություն, որ հիմա մեր մարմնիդ կատուն են չի ես շալակում, էլի։ Հասկանում եք, դա մեր հումորն է իհարկե պատմական, ես համարում եմ դա դասական, էլի, եւ շատ ճշգրիտ տվյալ դեպքի համար, էլի։ Հիմա այդ հազար ու մի փորձությունների միջից պետքա հələ դեռ անցնի մեր երկիրը։ Անորոշություններ բոլոր ոլորտներում։ Անորոշություններից բացի, սպառնալիքներ, պատերազմի ոչ միայն վտանգ, այլև մեծ հրդեհի սկիզբ, որ միջուկային զենքի կիրառմամբ եւ այլնով հենց մեր սահմաններին մոտ։ Ինչի մասն է խոսքը, էլի, երբ որ Իսրայելն ասում է, որ ես կխփեմ միջուկային զենքերով, այդ նշանակում է կխփի Պարսկաստանի հյուսիսին, չէ՞, մենք ասացինք, որ Իրանի հյուսիսում է գտնվում այդ կարևորագույն կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։ Դե եթե կխփի, ուրեմն մենք էլ այդ ալիքների տակ կլնենք։ Հիմա այս ամենը թողած մեր մարմնին մնացել է մի հատ էլ կատուն շալակենք ու փորձենք ճամփան անցնենք այդ կատվի հետ միասին, որը հա ճանգերով կախվելու է մեզնից, վերջը հնարավորություն չտա, որ մենք տեղ հասնենք։ Հիմա այդ վտանգները Փաշինյանը մեզանից լավ գիտի, ինչու է այս հարցը այսքան օրակարգային դարձնում։ Ես եւս մի անգամ կրկնեմ, էլի, ներող կլնեք, բայց ճիշտ է, մի անգամ իրան հարցնել եւ այս հարցերն էլ տալ։ Նա ասում է դա եւս ելնելով սրանից հարց է։ Սենց ալ, ի՞նչ է։ Անվտանգային հարց է այս ամեն ինչը։ Դե նա ամեն ինչը ներկայացնում է անվտանգային հարց։ Դե գիտեք, իսկ այ որ մենք ամեն ինչը ինչ որ կերպ ներկայացնում ենք, պետք է ապացուցենք, իսկ ինչի է անվտանգային հարց։ Ինչու է դա անվտանգային հարց։ Թող բերի իր փաստարկները։ Դե մենք էլ նայենք, եթե անվտանգային հարց է մի հատ, եւս մի անգամ էլ մտածենք մենք, թե իսկ արժի, չարժի եւ այլն, բայց չկա այդպիսի փաստարկներ առայժմ, չէ։ Այսինքն միայն մնում է բան այդ շրթնային խոսակցությունը, ոնց որ են կան, չէ, շրթնային հավատացյալներ, որ ասում է ես հավատացյալ եմ, բայց ոչ խաչակնքվում է, ոչ եկեղեցի է գնում, ոչ տոներն է պահում, ոչ աղոթում է, ոչինչ չի անում, բայց ասում է ես հավատացյալ, էլի չես կարող այդ մարդուն բան ասես։ Այդ մարդու համոզմունքը այդ է, բայց այդ մարդուն անվանում են շրթնային հավատացյալ։ Ինքը ասում է։ Հիմա դե ասում է, հավատում ենք։ Ասելուց դուրս ինչ կա, մի հատ այդ նայենք։
ոնց է պատկերացվում հետագան։ Տևական ժամանակ է խոսում է, որ պահանջ է ներկայացվել, որպեսզի սահմանադրության մեջ փոփոխություն իրականացվի եկեղեցու հետ կապված եւ բացառիկ դերը այսպես փոխվի սահմանադրության մեջ։ Հիմա առաջիկայում սահմանադրությունը պետք է նոր սահմանադրություն ընդունենք, այս մասով արդեն հանձնաժողով է ձևավորված, քննարկումներ են ընթանում։ Դուք չեք կարծում, որ հնարավոր է այս ամենը շահկապված է իրար հետ։ Գիտեք, դա ախր նույն խնդիրն է, էլի։ Սահմանադրությունը ով կարող է փոփոխել։ Նա ով ունի շատ մեծ համարում հասարակության մեջ։ Հասարակությունը թիկունքում կանգնած է, ճնշմամբ նա փոփոխում է սահմանադրությունը։ Հասարակությունը թիկունքում կանգնած չի, ոչինչ փոփոխել հնարավոր չի լինելու։ Հիմա եթե սահմանադրական փոփոխությունները դարձան յուրօրինակ առճակատման դաշտ, իշխանությունը այդտեղ հաղթանակով է դուրս գալու։ Օրինակ ես խիստ կասկածում եմ, որովհետև հասարակական կարծիքը արմատական փոփոխությունների է ենթարկվել, անկախ որևէ բանից, որովհետև հոգնածրել է արդեն այս ամեն ինչը։ Հոգնածրել է այդ պատանեկան մոտեցումները։ Մենք ասում ենք, ուրեմն այտենց է։ Բերեք փաստարկները, նորից եմ կրկնում, մենք լուրջ մարդիկ ենք վերջը։ Այսինքն եթե անգամ փոփոխություններ իրականացվեն, այս ամենը ընդունելի չի լինի ժողովրդի համար։ Փոփոխությունները եւս պետք է փաստարկված լինեն։ Հոյ փոփոխությունները հենց նես չի, որ ես գալի ասում, բերեք այս կետը վերաշարադրենք սենց։ Ցանկության դեպքում ինչպես կարող են համոզել իրավաբանները այդ փոփոխությունները։ Բոլոր իրավաբանական տերմիններով։ Այսօր վերադառնանք մի բանի, էլի, որին շատ-շատերը չեն հավատում, բայց ես համարում եմ, որ դա աքսիոմատիկ, այսինքն չքննարկվող ճշմարտություն, ինչի չեն հավատում, իմ համար մի քիչ զարմանալի է, որովհետև պատմության ամբողջ հոլովույթը ինչ որտեղ ուսումնասիրած լինելով, ես կարող եմ ասել, որ բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք ժողովուրդը միակ եւ անփոխարինելի տերն է երկրի։ Չկա ուրիշ տեր։ Բոլոր այն տերերը, ովքեր ժողովրդին հաշվի չեն առել, ինչքան երկար են նրանք մնացել գահի վրա, այնքան դաժան է եղել նրանց գահից պոկելը, այնքան արյուն է պահանջվել։ Երկրի տերը, գլխավոր իշխանությունը երկրում ժողովուրդն է։ Եթե հիմա ներկայիս իշխանությունները համարում են, որ իրենք կանցկացնեն, միգուցե ընտրակեղծիքներով, միգուցե ինչ-որ մի բանով, ամեն դեպքում երկար չի տևի, կարծում եք։ Չէ, դա ավելի կծանրացնի հետագա հանգուցալուծումը, ոչ թե երկար չի տևի։ Դա հետագա հանգուցալուծումը պատկերացվող կծանրացնի տասնյակ անգամներով, որովհետև դուք մենք հանճարի խոսքեր ունենք, չէ, որ ասում է ինչ է ամբոխը, ի նկատի ունի ժողովրդի անթե։ Ինչ է ամբոխը մեծապուշն է նա, ոգին հալածող եւ տարրը չարի, բռնության խարիսխ եւ սուր երկսայրի եւ զայրույթի մեջ գազան վիթխարի։ Պետք չի քաշքշել էլի այդ բեղերից ժողովրդի։ Նրա համբերությունը ունի իր սահմանները, որից հետո ամեն ինչ փոխվում է եւ իշխանության տերը գալիս է իշխանությունը հետ է վերցնում։ Ինչքան փորձեցին դիմադրել, այնքան վատ ալնելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։